Սպասեք վայելել մենին։ Ֆանտաստիկ։ Դուք չեք պատկերացնում եք մի սեղանին, խնդրեմ, կադրով նայեք հələ։ Մնում է ձեզ ասեմ շնորհակալություն ցտեսություն, այսքանով ավարտեց կենտրոն դերստանկերության լույս առավոտին, թողեք վայելենք այս համեղությունը, շքեղությունը ու այս ամենը հայկական է, այս ամենը մերն է։ Այստեղ կան մեծ ծանոթ ավանդական մեր տոլմաները, բայց կա ու ավելի ֆանտաստիկ տարբերակներ, դե չեմ սխալվում, տանձ այնտեղ։ Լավ, շարունակելով այս համեղ թեման, դες համեղ թոման տոլմա արդյոք Պապանձվում ես։ Շարունակելով տոլմայի փառատոնի թեման, պրակտիկ ծանոթանանք տոլմայի պատմությանը, տեսակներին մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է խոհարար Դավիթ Բաբայանը։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։ Դավիթ, չի կարելի sense բաներ անել, չի կարելի։ Շնորհակալ ենք շատ։ Շքեղ առավոտ է, այո։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Խնդրում եմ։ Միանգամից սկսենք, տոլմայի որ տեսակն է ամենասիրվածը հայերի շրջանում։ Խնդրում ասեք, ո՞րն է ստից տոլման։ Այդ ո՞րն է։ Այ ձեզ բերել եմ հիմա։ Այն տոլման է, որը այո, դա ինքը պարունակում է բրինձ եւ առատ կանաչի։ Եվ իհարկե տոմատի մածուկ, որը հիմնականում ընդհանրում է Սյունիքի մարզի շրջանի տոլմանը համարվում։ Ստից տոլման նույնիսկ Սյունիքի տոլման։ Այո, նաև կա, որ ընկույզ ենք օգտագործում նույն տոլմայի մեջ, դա էլ ընդհանրում է Սյունիքի մարզ։ Դե բնականաբար ամենաշատ սիրված տոլման հայրիս կողմից թփով ավանդական տոլման է, բայց փառատոնին մենք ներկայացնելու ենք 12 տեսակից ավել տոլմա, եւ ավանդական եւ ոչ ավանդական տոլմաներ։ Այնպես որ պետք է գալ ու համտեսել ուղղակի։ Իսկ պարոն Բաբայան, որ համեմունքներն են, որ ամենակարևորն են իր։ Որ առանց դրա չի լինի։ Բնականաբար չորացրած կանաչիները։ Չոր ռեհան, ցիտրոն, որոնք որ բավականին անուշահոտ համ են տալիս տոլմային։ Շատ լավ, նայեք, փառատոնին ներկայացվել է մոտ 60 տեսակի տոլմա, եթե չեմ սխալվում։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Ինչու՞մն է խնդիրը, որ այսօր վստահ եմ այս պահին մեր հեռուստաայտողներից շատերն էլ են որ կասեն մենք գիտենք ընդհանրապես թփով, կաղամով, չգիտեմ, մի 3, ահա, լոլիկի սմբուկի մեջ, օքեյ, այդ տարբերակները գիտենք ու էլ չգիտենք։ Այսինքն լավ գովազդի, լավ PR-ի կարիքն է, ինչը օրինակ հիմա անում է փառատոնը, շնորհակալություն փառատոնին։ Իհարկե, շնորհակալություն փառատոնի կազմակերպիչներին, նախ նման փառատոնները շատ կարևոր են։ Նախ անհատ խոհարարների համար եւ առհասարակ туриզմի զարգացման համար, որովհետեւ նպաստում են բավականին տուրիստների հոսք եւ ավելի ճանաչելի, հա, ինչքան էլ որ ճանաչվածը ավելի այսպես տարածում է գտնում տոլման, բացի իր ավանդական համով, նաեւ տարատեսակ համերով, որոնք որ կամ խոհարարներն են իրենք այսպես իմպրովիզներ անում կամ հետաքրքիր բաղադրատոմսեր ենք մենք փնտրում, գտնում եւ ներկայացնում ենք հանրությանը նման փառատոնների ժամանակ։ Մենք ունենալու ենք ձկան տոլմա, չգիտեմ փորձել եք թե չէ ձկան տոլմա։ Չենք փորձել, բայց տեղյակ ենք արդ։ Այո, սիգա ձկայով տոլման բավականին շատ համեղ տոլմա է։ Արաբական տոլմա ենք ունենալու։ Իր մեջ հատուկ չեմ ուզում շատ փակագծերը բացեմ բաղադրիչները, հատուկ համեմունքներ ա գնում, որը բնորոշ է հենց կոչվում է արաբական տոլմա։ Իսկ որ խմիչքն է լավագույնս համադրվում տոլմայի հետ։ Խմիչք չի ասի գինին։ Երևի թե տնական օղին։ Շատ լավ, շատ լավ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, օրինակ նայեք, խոսում ենք տարբեր բաղադրիչներից, մենք պարոն Մամուլյանի հետ քիչ առաջ խոսում էինք, անկախ նրանից թե ինչպես է պատրաստում տոլման, փառատոնի ամենամեծ առաքելությունն է նաև այս ամենում, որ ինչով լինի թփով, լոլիկով, սմբուկով, ինչ ուզում ելի, կարևոր բաղադրիչ հայկականությունն է, ու սա հնարավորություն է։ Կյանքու հոգի դնես այդ ամենի մեջ, զուտ չմասնակցես մասնակցելու համար, հա, այսպես սիրով պատրաստես եւ հրամցնես հյուրերին, որոնք ներկա են լինելու։ Դուք առաջին անգամ եք մասնակցում այս փառատոնին։ Տոլմայի հայաստանյան փառատոնին, այո, բայց նախորդ եւ դրա առաջի տարիները Վրաստանում եմ մասնակցել, հայ համայնքի կողմից կազմակերպած երկու անգամ փառատոններին մասնակցել եմ։ Խոհարարները միայն այդ հոտերի մեջ արդեն կշտանում են, շատերն են, չէ՞, այդպես ասում։ Բայց միևնույնն է, օրինակ 60 տեսակի տոլմա ու վստահ եմ, եթե ոչ բոլորին, ապա մեծամասնությանը դուք ծանոթ կլինեք ու փորձած կլինեք միգուցե։ Որը կառանձնացնեք, որն է ձեր ամենասիրելին, եթե իհարկե հնարավոր է ասել։ Ամենասիրելին թփովն է բնականաբար, պասուց տոլման եւ իհարկե սերկեֆիլով լցոնված տոլման։ Իսկ այսօր մեր հեռուստադիտողին ինչ պարզ, բայց շատ կարևոր խորհուրդ կտաք համեղ տոլմայի պատրաստման համար։
Իրականում տոլմայի պատրաստելը յուրաքանչյուրը տարբեր ձևով է պատրաստվում, բայց ամենակարևորը այստեղ ճիշտ մսային բաղադրիչներ ընտրելն է, հա, մսին համարժեք համեմունքներ ընտրելը եւ իհարկե թփի, եթե թփով են պատրաստում, թփի, այսպես ասած, որակային հատկանիշն է շատ կարևոր, որպեսզի ծամելիս կարողանաս հեշտությամբ գծել այսպես ասած տոլման եւ ավելի հաճելի լինի քեզ համար։ Բայց անկախ ամեն ինչից, որ ամեն ինչը շատ ճիշտ ընտրված լինի, ի վերջո ասեք, որ դա ճիշտ է, որովհետեւ դա հնուց մանկուց եկած բան է, չէ՞ որ համեղ ձեռք որ ասում են, դա մեծ կարևոր դեր ունի։ Ամեն ինչը կարող ենք շատ ճիշտ անել, ես Անահիտը դուք պատրաստեք, բայց իր մոտ ուրիշ ձև կստացվի ուրիշ համ կլինի ձեր ուրիշ։ Բնականաբար, որովհետեւ յուրաքանչյուր ձեռագիրը տարբեր է։ Անգամ չի կարող նույն խոհանոցում աշխատող երկու խարարների ձեռագիրը նույնը լինի, բնականաբար տարբեր է։ Փառատոնը ինքն իրենով, որ խոհարարին մասնագիտական ինչ-որ ոչ մի բան չի տալիս, այսպես ասած, հա։ Տեսեք, կոնկրետ ես մասնակցում եմ որպես անհատ խոհարար։ Մենք ունենք տաղավար, Best Friends Kitchen տաղավարն է մերը։ Ես չեմ ներկայացնում ոչ մի ռեստորանային համալիր, ոչ մի հյուրանոցային համալիր, այսինքն զուտ խոհարարին տալիս է ճանաչելիություն, որ նա խոհարար եւ նմանատիպ փառատոններին մասնակցում է եւ արդեն համեղություններով հյուրասիրում է հյուրերին։ Իսկ ժամանակակից խոհանոցում ինչ նոր մոտեցումներ են կիրառվում տոլմայի պատրաստման մեջ։ Հիմնականում հին բաղադրիչներով են կարծում եմ օգտվում են հին բաղադրիչներից տոլման նորարարություններ։ Չէ, մի տեսակ սազաչի, ավոկադոն ու տոլման։ Ոնց պիցան անանաս։ Դա կատակ է իրականում։ Այսինքն նման ինչ-որ հետաքրքիր նորամուծություններ չեն անում։ Կարծում եմ, եթե արվելի էլ ընդունելի չի լինի, որտեվ համայն առումով ինքը չի համապատասխանելու մեկը մյուսին։ Մեր հայկական տոլմեն մնում է թփով, կաղամբով, Աշխատ տոլմայի վրա մոռանում եմ ինչ պիտի խոսեմ, բայց հետաքրքիր ամբողջը քոնն են։ Այո, դուք փորձած կլինեք տարբեր երկրներում պատրաստվող տոլմաներ, ինչպես որ պարոն Մամուլյանն են նշեց, որ ամեն մեկն ունի իր ամեն մի երկրում էլ պատրաստում են տոլման։ Խոսքը Բայց մերն ուրիշ է։ Մերն ուրիշ է, միանշանակ չի քննարկում։ Մեր հայկական ամեն ինչն է ուրիշ։ Բայց օրինակ որը կառանձնացնեք, որը շատ հավանում եք, օրինակ Վրաստանինը, չգիտեմ, փորձած կլինեք վստահ։ Հայկական թփով տոլման։ Ես չկարողացա սիրել պասուս տոլմեն, որովհետև ինքը իմ համար ինչ որ բայց Պակի շրջանի ամենակարևորագույն ուտեստներից մեկն է համարվում պասուց տոլման։ Այսօր ունենք ներկայացված մեր սեղանին եւ համեղագույններից մեկն է։ Խոհարարի համար բացի այն, որ շատ կարևոր է փորձը, գիտելիքը, հնարավորությունները, հա, պատրաստելու ու համեղ ձեռք, ինչպես նշեցինք, բայց տոլման ունի շատ մեծ պատմություն, ըստ նամանավանդ արդեն փառատոնի անունը ինքն իրենով, արդեն ուրարտորական ժամանակներից է գալիս, արդյոք որքան է կարևոր օրինակ խոհարարների համար նմանատիպ տարբեր փառատոնների մասնակցելուց առաջ մաքսիմալ ինֆորմացվել եւ ինֆորմացված լինել։ Արդյոք դա ինչ-որ բոնուս կամ առավելություն տալիս է պատրաստման հարցում։ Պատրաստման հարցում չէ, բայց ներկայանալու հարցում բնականաբար տալիս է, որովհետև շատ տարբեր հարցեր են հնչում եւ փառատոնի հետ կապված ինչու տոլմա, այլ ոչ թե դոլմա, նմանատիպ հարցերին պետք է պատրաստ լինես եւ ինչու՞ չէ նաեւ համային բաղադրատոմսերին, որը հին ժամանակներից եկել հասել է մեզ, եթե հարցեր լինեն, որ կարողանանք, այսպես ասած, հավուր պատշաճի ներկայացնել։ Դե փառատոնին նաև մրցելու եք։ Ինչ, չգիտեմ, ինչ կմաղթեք ձեր, չեմ ուզում ասեմ, հակառակորդներին, ձեր գոլեգաներին, բոլոր նրանց, ովքեր որ կգան, բոլոր նրանք, ովքեր որ հետաքրքրվեցին փառատոնով, ինչ կմաղթեք, ինչ խորհուրդ կտաք։ Ամենակարևորը բոլորին մաղթում եմ հաճելի այսպես օր ունենանք, բոլորս էլ մասնակցում ենք, ներկայացնում ենք մեր տաղավարները, կոնկրետ ինձ համար կարևորը մասնակցությունն է, թե ինչ որ մրցանակի կարժանանամ, թե ոչ։ Դա արդեն երկրորդական է, այստեղ կարևոր իմ համար մասնակցությունն է, որին ես շատ լուրջ պատրաստվում եմ։ Շատ լավ։ Շնորհակալ ենք շատ, այո։ Մեր հյուրը խոհարարը Դավիթ Բաբայան, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ փառատոնը մայիսի 24-ին ժամը 16-ին Զվարթնոց պատմամշակութային ներողություն Արքելոս թանգարանում է անցնելու, որը կոչվում է Ուդուլի, հենց ինքն իրենով ու տոլմայի 13-րդ համահայկական փառատոնն է, որի նպատակը հայկական խոհարարական ավանդույթների պահպանումն ու հանրահռչակումն է։ Շատ համեղ, շատ հետաքրքիր, շատ գունեղ փառատոն է լինելու, վստահ եմ Դավիթ Բաբայան իր
թիմով, այնտեղ տաղավարում անհամբերությամբ կսպասի ձեզ ու շատ այլ խոհարարներ եւս, որոնք հնարավորություն կտան փորձելու ոչ թե 1, 2, 3, այլ 60 տեսակի տոլմայի։ Շնորհակալ ենք շատ, ձեզ լավ օր։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Այսքանով սահմանափակվենք, շանհացը կտրեցինք, գնանք հիմա հաց ուտենք։ Ձեզ էլ ենք մաղթում լավ օր, այսպես գունեղ, համեղ, հայկական, ու այսպես ամեն ինչով, ուսես նայում ես, ասում ես վախ։ Ձեզ լավ օր։